Լսեք։ Պապ ջան, ես վաղը ուշ եմ տուն գալու։ Ինչու՞։ Գնում եմ փոփոխության հանրահավաքի։ Որտեղ։ Հանրապետության հրապարակում ժամը 7-ին։ Մի հատ անհամեստ հարց։ Ձեր ընտանիքում մի հոգի կա, որ կարողանում է հայերեն նորմալ իր միտքը արտահայտի։ Ասենք գիտեք ինչ կա, ես էլ եմ Ռուսաստանում մեծացել, մանկապարտեզ, դպրոց, համալսարան, երկար տարիներ ապրել եմ ընդ, տարբեր տեսականի բիզնեսներ եմ ունեցել, սա Ռուսաստանում մեկ ֆրացել եմ, ռուսերեն очень хорошо разговариваю, но почему-то я могу свои мысли грамотно и аргументированно излагать на армянском языке, իսկ դուք չեք կարող։ Իսկ գիտեք ինչ կա, եթե դուք չմտնեք քաղաքական դաշտ, հա, ու փորձեիք դառնալ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որը ձեր մոտ արդեն չի ստացվել, երևում ասա հարցումները, որ դուք արդեն պարտված ժողովուրդ եք։ Ես ոչ մի բան չի ասեք, ասեք դե հալալա ձեզ գոնե կարողանում եք հայերեն խոսակ, հա, կարողանում եք, բայց դուք մտնում եք քաղաքական դաշտ ու փորձում եք դառնալ իշխանություն, չիմանալով ուղղակի հայերեն միտք արտահայտելու հնարավորությունը։ Ժողովուրդ դուք չեք նկատել, որ իրանց հայերենը ես էլ ունեմ, էլի, ես էդ զգում եմ, իրանց հայերենը մեծ մասով կազմվում է ռուսերենից թարգմանված հայերեն բառապաշար։ Այդ խի ես կարում եմ մտածեմ հայերեն ու արտահայտեմ իմ կարծիքս, իսկ իրանք չեն կարողանում ուղղակի հայերեն խոսան։ И эти люди нам говорят, что мы хотим сдать здесь, в Армении, какой-то властью. Դուք գիտեք ձեզ մեկնում եք country,